Բարեկամներ, շարունակվում է խաղն երեկոն մեզ մոտ և Ինտերը առաջին խաղը պարտվեց 1-2 հաշվով Վոտֆորդին տեսնենք նրանք այսօր իրենց երկրորդ հանդիպումը ինչպես կանցկացնեն այս անգամ մրցելու են ավելի ուժեղ մրցակցի հետ Լիվերպուլին են հանդիպել և տեսնենք այս անգամ այս խաղը ինչպես կընթանա կենտրոնից Ինտերն է հիմա մեկնարկում հանդիպումը մրցավարի սուլիչն է լսվեց աղը մեկնարկեց և բարի դիտում եմ մաղթում բոլորիս և հիմա անցնենք թիմերի կազմերին Սեմ Ինտերի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Հովհաննիսյանը, համար 2 Արթուր Մարգարյան, համար 4 Սարգիս Մնացականյան, համար 5 Արման Տեր-Խաչատրյան, համար 6 Մհեր Դավթյան, համար 7 Մարկ Պողոսյան, համար 9 Արամ Վարդանյան, համար 10 Արման Նավասարդյան, համար 17 թիմի ավագ Երեք Վարդանյան և համար 22 Ռուբեն Մանուկյան։ Լիվերպուլ դարպասում է համար 1 Տիգրան Այդինյանը, համար 4 Ամիր Հուսեյն Ռայզի, համար 8 Տիգրան Ներսիսյան, համար 9 Եսայի Դեմիրճյան, համար 10 Ավետիս Դուրգարյան, համար 12 Սուրեն Կարապետյան, համար 13 Դավիթ Հարությունյան, համար 15 Սաշա Աթաբեկյան, համար 17 Անի Խալացյան և համար 19 թիմի ավագ Արամ Ենգիբարյան։ Խաղի մրցավարն է Արսեն Պետրոսյանը։ Այսքանը պաշտոնական մասով տեսնենք դաշտում ինչ վիճակ եմ և սել տանեմ նոր կազմակերպում Ուգարյան և առաջին անկյունային հիմա կլինի այս խաղում Սելտայի օգտին Բացի անկյունայինը ցածրից փորձ դա կերացված է նորից անցել է գրոյի վերջին խաղի պարտվելուց հետո մնաց նույն դիրքում մրցաշարային աղյուսակում իսկ Լիվերպուլը 11 խաղ է անցկացրել և 15 միավորով նախավերջին հորիզոնականում է այս պահին հիմա գրովում է նրանք Խալացյան անցում հանգավոր է
Բայց խլեց գնդակը, Ինտերը և նետվում է Ակագրոյի, Պողոսյան, արավ գնդակը Խալացյան հիմա Պողոսյանի ոտքից, մեծ փորձ, Ամիր Ռաուսեյնն էր հարվածողը, Գաջյանն է հիմա էլ փորձում, բայց շեղեր Շավետիս Գուրգարյանի հարվածը։ Գալյան, փոխանցում վտանգավոր կարող լինել Աթաբեկյան արված, պրկում է Հովանիսյանի թիմի, նորից Աթաբեկյան և երկրորդ փորձից գրավում է դարպասը Սաշա Աթաբեկյանը 1-0 հանդիպան, հաշիվը բացված է մեզ մոտ։ Սաշա Աթաբեկյան 1-0, 5-րդ րոպե, հաշիվը բացված է։ Եվ Ինտերը արդեն պարտվում է այս խաղում, այս խալվում է Վարդանյանը վտանգավոր էր։ Էմիրճյանի արվածը շեղ ընթացավ։ Ֆուտբոլիստների հոգնածության ֆոնին փոքր հեշտ կլինի Լիվերպուլի համար հիմա, բայց Ինտերն է նետվել Գրոյ Պողոսյան արված, Այդինյանն է հիմա էլ գործի անցնում և առաջին սեյվը կատարում այս խաղում, անկյունային արված։ Բաց է անկյունայինը, բայց շացրեցին գնդակի Ինտերի տղաները, ներողություն Լիվերպուլի տղաները։ Ինտերը գրոել Գնդակը Աթաբեկյանից և արագ գրոյի է նետվում Ինտերը, Պողոսյան, փոխանցում Դավթյան արված և պատասխանը չուշացավ Ինտերի, Մհեր Դավթյան 1-1։ Մհեր Դավթյան 1-1, հաշիվը հավասար է։ Արագ արձագանքեց Ինտերը Լիվերպուլի գոլին։ Շատ լավ մեկնարկ են տվել երկու թիմերն էլ այս խաղի համար։
Ագիբարյանը սխալվեց փոխանցում կատարելիս։ Պողոսյան ակցիաների մեջ վերցրեցին Մարկ Պողոսյանին և Լիվերպուլը խլում է գնդակը նետվում գրոյի։ Թաբեկյան գեղեցիկ փոխանցում։ Ալացյան։ Բեղել Սարգիս Մնացականյանն է հեռու ուղարկում գնդակը։ Բախում։ Րոպե անցավ խաղի մեկնարկից, հիշեցնեմ։ 1-1 է հաշիվը։ Լիվերպուլից աչքի ընկեց Սաշա Աթաբեկյանը, իսկ նրա գոլին պատասխանել է Ինտերից Մհեր Դավթյանը։ Մանր խաղարկումներով փորձում են շարժվել առաջ Ինտերի տղաները, բայց նկատվեց այստեղ։ Պողոսյան, խլեցին նրանից գնդակը։ Պայքարում է գնդակը խլելու համար Մհեր Դավթյանը, բայց չհաջողվեց նրան։ Վարդանյան արված։ Տիգրան Այդինյանը փրկեց իր թիմին երկրորդ անգամ այս խաղում։ Մեռացված է գնդակը, Վարդանյան պտտեցրեց գնդակը Վարդանյանը, բայց շեղել, Գևորգ Վարդանյանի արվածը։ Փոփոխություններ տեղի ունեցան Ինտերի կազմում։ Հալվեց Արթուր Հովանիսյանը։ Արկումներ և Սաշա Աթաբեկյանի արվածը շեղ էր։ Ինչ հոգետ վերջին րոպեների խաղի տեմպը ընկավ։ Սաշ,
Պատխարկում հիմա Մարգարյան և Ակյունային Արտաց է Ակյունայինը Վարդանյան ընկավ Վարդանյանը և հանգավոր դիրքում Տուգանային է վաստակելի ինտերը կարծես թե Արման Նավասարդյանն է փորձելու Չլսված է մրցավարի, Արման Նավասարդյան, հարված, պատին դիպչեց Վիլդակը Շատ գնդակով տեսնում ենք տերի տղաներն են լինում Կանգերողներից մեկն է փորձում ինտերը Արուկյան և նորից դիպավ գնդակին Տիգրան Այդինյանը Ակյունային Մնացականյանը տացքից սարված է շևեր Սարգիս Մնացականյանին Վարդանյանից խլեցին գնդակը, բայց Սերտայի գրողներ անցյալում են։
Հագիստ խաղարկումներով փորձում են շարժվել առաջ Ինտերի ֆուտբոլիստները։ Այլևս տարբերակներ չկան, Վարդանյան կար փոխանցում Ասարյան Գիբարյանը հեռացնում է գնդակը Դավթյան երվից փորձ Շեղեր Դավթյանի արվածը Գնա Խաղարկումների մայլ Սելտայից Ամիր Հուսեյն Հուսեյն Երից պաշտպանությունում փայլում են գործում Ինտերի տղաները Սանյան և խաղթում, նրա դեմ Ամիր Հուսեյն խաղարկումներ Գենգիբարյան փոխեց գրոյի եզրը Դուրգարյան մտավ կենտրոն Դուրգարյան պտեսեց գնդակը և Գևորգ Վարդանյանն է հեռացնում գնդակը անկյունային Հարկված է անկյունայինը Երկար փոխանցումը տանգավոր կարող է լինել, բայց Տիգրան Այդինյանը հանգիստ վերցնում է գնդակ և սկսում իր թիմի գրոհը Կարապետյան արված Դարպասած զողին դիպավ գնդակը Սուրեն Կարապետյանի արվածից հետո Վից փորձ հիմա էլ Սաշա Աթաբեկյանը արվածեց Վերջին րոպեն է արդեն ընթանում առաջին կեսի ավարտին 1-1 է այս պահին հաշիվը մեզ մոտ Հարությունյան լավ պտտվեց Նեղություն Դուրգարյանը գնդակով, բայց փայլուն գործեց պաշտպանությունում Դավթյանը Վարդանյան Այլն հետպել է գրոյի Սելտան Դուրգարյան փոխանցում ուժեղ էր այս փոխանցումը ավետից Դուրգարյանը
էլ լեռացված է գնդակը, վերջ, առաջին կեսն ավարտված է, 1-1 հաշվի։ Գնանք ընդմիջման կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք բարեկամներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1։ Լիվերպուլի կազմից աչքի ընկավ Սաշա Աթաբեկյանը, իսկ Աթաբեկյանի գոլին պատասխանեց Ինտերից մեր Դավթյանը։ Ընդհանուր հավասար պայքար ընթացավ առաջին խաղակեսը։ Եվ հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը։ Արագ վերհիշենք հայտարարությունները։ Ինտեր դարպասում է Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Մարկարյան, Սարգիս Մնացականյան, Արման Տեր-Խաչատյան, Մեհեր Դավթյան, Մարկ Պողոսյան, Արամ Տեր-Խաչատյան, Արման Հավասարյան, Գևորգ Վարդանյան և Ռուբեն Անիկյան։ Լիվերպուլ դարպասում է Տիգրան Այլինյանը, Հուսեյն Ռայիսի, Տիգրան Ներսիսյան, Պետիս Գուրգարյան, Սուրեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան, նավատանգ կարող լինել, հարված, պարկեցին Կարապետյանի, Սաշա Աթաբեկյան, Ալի Խալացյան և Արամ Ենգիբարյան, գործավարն է Արսեն Պետրոսյանը։ Տեր-Խաչատյան լավ փոխանցում, Նավասարդյան արված և գոլ։ Հաշվի մեջ իմը առաջ է անցնում Ինտերը, Արման Նավասարդյան 2-1։ Արման Նավասարդյան 2-1։ Առաջին անգամ հաշվի մեջ առաջ են անցնում այս խաղում Ինտերի ֆուտբոլիստները և խոսքն ասում է լավագույն ռմբարկուն Ինտերի Արման Նավասարդյանը 8-րդ գոլը նրա այս մրցաշարում։ Հետապնդովի դերում է հայտնվել Սերտան։ Այս գոլին ինչով կպատասխանեն նրան։ Դավթյան, փոխանցում Նավասարդյանի ուղղությամբ, բայց չկարողացավ լավ մշակել այդ գնդակը։ Արման Նավասարդյանը Բուլգարյան, փոխանցում, շատ լավ կաղարկում էր հիմա Լիվերպուլի տղաներից, գրկին հավասար է հաշիվը մեզ մոտ Սուրեն Կարապետյանն է դառնում գոլեղինակ։ Սուրեն Կարապետյան 2-2, կրկին հաշիվը հավասար է, այլուն գրով տեսանք Լիվերպուլից։ Առաջին խաղակեսում մեկնարկում մեկական գոլ տեսանք երկու թիմերից։ Այլ նույնը կրկնում են երկրորդ խաղակեսում։
Հուսեին փորքից փոխանցում, դա կերացված է։ Ասավ Այդինյանին երկար փոխանցում։ Փոխանցեց Լիվերպուլի դարպասապային Ինտերի դարպասապային։ Այն Ինտերն է նետվել գրոյի Պողոսյան, հանգավոր է։ Լավ գործեցին պաշտպանները Սերկայի Ալացյան լավ թողեց գնդակը Դուրգարյանին արված Հովհաննիսյանն է փրկում իր թիմին Նավասարդյանը խլեց գնդակը Արման Նավասարդյան լավ փոխանցում Պողոսյանին Մարկ Պողոսյան արվածը փակեցին Շարունակում է Ինտերը գրոհել Նավասարդյան Ինչ էր սա Արման Նավասարդյան փայլուն էր Կրկին առաջ է անցնում հաշվի մեջ Ինտերը 3-2 Արման Նավասարդյան 3-2 կրկին հաշվի մեջ առաջ է անցնում Ինտերը և դուբլե հեղինակ է դառնում Ինտերի լավագույն ռմբարկուն Լիվերպուլը անցավ գործի, բայց հավետից Դուրգարյանը բարձր է հարվածում Կարող էր շատ արագ Նավասարդյանի գոլին Դուրգարյանը պատասխանել, բայց վերջինիս հարվածը բարձր էր Նայել Մարկարյանը շտապեց Խարկումներ Լիվերպուլից Ենգիբարյան Սուկիվանային հրապարակ Այս շասավ այս գնդակին Ալի Խալացյանը Փողություններ իմ այլ Ինտերի կազմում Նավասարդյան հետվեց առաջ, Նավասարդյան, վարված, Այդինյանն է փրկում իր թիմին։ Լիվերպուլն է նետվում գրոյի, Հուսեյն, բարձր է արվածում Ամիր Հուսեյնը։
Որքան գրոն է զարգացնում այս խաղում Լիվերպուլը 10 րոպե անցավ երկրորդ խաղակեսից եւ 3-2 այս պայն Ինտերը հաղթում է Լիվերպուլին։ Այլարչյանը սխալվեց Բելեգրոյի Լիվերպուլը Գարյան ցածրից արված Արթուր Հովհաննիսյանը ի վերջո փրկեց իր թիմին Այլ Վարդանյանն է սխալվում Խալացյան Որսած գնդակը Արթուր Հովհաննիսյանը Սարզան Պինյանն է հեռացնում գնդակը Վերաշալ է անցնում Աթաբեկյանից Եվ այս Օխանցումն էլ շատ ուժեղ էր Լիվերպուլի ֆուտբոլիստի Այս խաղում խոսեցի ներողություն Ինտերի անցկացրած խաղից Լիվերպուլի խաղից նրանք դիպեցին հիմա վտանգավոր է եւ Արամ Վարդանյանը ինչպիսի դիրքից հեղինակ չդարձավ այն անկյունային Լիվերպուլն էլ ապա Վոտֆորդին հանդիպեց եւ 9-1 հաշվով նրանք հաղթեցին Ստեղ էլ խաղթում Տեսնենք այս ստանդարտը Լիվերպուլի Դուրգանյա փոխանցում Նավասարդյանն է հեռացնում գնդակը Հարությունյան Հերվից կրակոց Եվ Արթուր Հովհաննիսյանն է փրկում իր թիմին Ինչպիսի կրակոց էր Տեսնենք հիմա անկյունայինը Լիվերպուլի Դեմիրճյան Եվ վտանգավոր էր նորից Հարկված անկյունայինը վտանգավոր էր նորից գծի վրայից հեռացրեց գնդակը Գևորգ Վարդանյանը
Անակում է ինտերը գրոել Գևորգ Վարդանյան։ Վերպուրն է ացել գրոյի։ Վերջյան փոխեց գրոյի եզրը։ Խալացյան։ Խալացյան կորցնում է գնդակը, Խալացյանը նետվում է ինտերը հակագրոյի Պողոսյան, Պողոսյան, ոչ, չեն թողնում Մարկ Պողոսյանին արված կատարի։ Խալացյան կարող էր այս անգամ էլ սխալվել։ Շարունակվում է հանդիպումը բարեկամներ։ 5 րոպե մնացել նական ժամանակի ավարտին հիշեցնեմ։ Այս պայն 3-2 աշխով ինտերը հաղթում է Լիվերպուլին։ Հանգիստը լավ է, բայց մի կողք է գտել։ Վարդանյան խորքից պայլում նկատեց առաջ շարժվող Նավասարդյանին, նախարկում էր Մարկարյան ուժեղ էր Արթուր Մարկարյանի հարվածը։ Արագ խաղարկեց գնդակ այստեղ Լիվերպուլը։ Թաբեկյան լեցինի վերջո գնդակը Թաբեկյանից Նավասարդյան լավ պատխարկում Պողոսյանի հետ, բայց Պողոսյանը չկարողացավ պահել այս գնդակը իր մոտ, հիմա նետվում է գրոյի Լիվերպուլը Ամիր Հոսեյն Դուրգարյանին փոխանցում Դուրգարյան շատ վտանգավոր էր հիմա Ավետից Դուրգարյանի արվածը Արագ խաղարկեց ինտերը գնդակը Վարդանյան Պողոսյան կրկին նրա դիմաց լավ են պաշտպանվում
Էմիրջան շատ լավ անցավ այստեղ, բայց Դավթյանին չկարողացավ անցնել Եսայիդ Էմիրջյանը։ Տանգավոր է Դուրգարյանը հարվածեց։ Հարկած է անկյունայինը։ Էմիրջյան ախեց գնդակը տուգանային հրապարակ, բայց Նավասարդյանն հեռացնում գնդակը։ Անգավոր է գործում Վարդանյանը հարված, Դուրգարյան և ի վերջո գնդակը դարպասում է։ Հավետից Դուրգարյան 3-3 հաշիվը կրկին հավասար է մեզ մոտ։ Հավետից Դուրգարյան 3-3 կրկին հաշիվը հավասար է մեզ մոտ։ Երբ հիմա ինտերն է անցել պատասխան գրոյի Նավասարդյան, բարձր է Նավասարդյանի հարվածը։ Յալյանի 8-րդ գնդակը մրցաշարում Փայլուն մրցաշար է անցկացնում Հավետից Դուրգարյանը։ Վերջին րոպեն է արդեն ընթանում հիմնական ժամանակի ավարտին։ Երկու թիմերն են Փայլուն հանդիպում են անցկացնում և Լիվերպուլն է գրոհում Դուրգարյան։ Ներողություն Արամ Ենգիբարյանն էր հարվածում։ Շատ վտանգավոր էր Լիվերպուլի հավաքի հարվածը։ Սորին կարծիքով ու թիմերն էլ պետք է հեռանան միավորներով խաղադաշտից։ Ոչ ոքին մոտ է։ Նավասարդյան հիմա էլ ինտերն է անցել գրոյի, ողքիտով գրոներ ենք տեսնում, լավ խաղարկումներ, Նավասարդյան, փոխանցումը չանցավ Արման Նավասարդյանին, Լիվերպուլն է նետվել գրոյի, Հուսեյն, Դուրգարյան հարված, նորից Արթուր Հովհաննիսյանն է փրկում իր թիմին։ Հիմա էլ ինտերն է անցնում պատասխան գրոյի։ Բայց Փայլուն գործեց հիմա Աթաբեկյանը պաշտպանությունում։ Սաշա Աթաբեկյան։
Ավարտվել է հիմնական ժամանակը եւ 2 րոպե ավելացրել է Մարտեստե խաղի մրցավարը։ Դուրս եկավ հիմա իր տեղից Տիգրան Այդինյանը։ Շինգրովներից մեկը կարող է լինել Արամ Վարդանյան։ Անիկյան, Մնացականյան երկար մնաց, ինտերը գնդակով արվածը պակեցին Սարգիս Մնացականյանի և վերջ, սուլում է խաղի մրցավարը, հանդիպումն առատված է, մարտական ոչ ոքի գրանցվեց այս խաղում, մեկական միավոր են վաստակում այս խաղի համար, թիմերը շատ հետաքրքիր հանդիպումներ միասին դիտեցինք և հետևեցինք, Այսքանն էինք այսօրվա համար պատրաստել սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ ավարտված է, հարի դիվերջի։